Ցավ մինչև հիմա էլ ես տեսնում եմ տարբեր մարդիկ կիսվում են, տարածում են հատկապես ձեր մտքերը, ձեր արտահայտած կարծիքը եղան եւ քննադատություններ իհարկե եւ իրազեկ եւ գիտակից մարդիկ ընդունում էին ձեր խոսքը եւ կիսում էին ձեր կարծիքը։ Ըստ ձեզ ինչու այդպես մեծ արձագանք ստացավ այդ սրտի ժողովուրդն դրամատրություն ունի, երբեմն ժողովրդի դրամատրությունը բարձր է, երբեմն այսպես խամրած է, ժողովրդի օրվա դրամատրությունն է երևի։ Ես էլ չգիտեմ ինչու, բայց այդպես եղավ։ Այդպես ստացեց, շատ լավ։ Քանի որ երկար ժամանակ չենք հանդիպել այդ հարցազրույցից հետո, 26 թվականի սա մեր առաջին հարցազրույցն է, բայց վստահ եմ ոչ վերջին, առաջարկում եմ հունվարի 28-ից խոսենք։ Մենք միասին միշտ խոսում ենք բանակից, հայրենիքից, պատերազմ, խաղաղություն, հիմա հունվարի 28 մեր բանակի կազմավորման օրն է, արդյոք պատշաճ կերպով նշեցին մեր բանակի կազմավորման օրը, այդքան այդ բաղձալի օրը։ Նիգոլի իշխանությունը, որ 2018-ին եկավ, առաջին եւ վերջինն էր, մինչեւ ինքը իշխանության կա, որոշվել էր արդեն, որ Սարտարաբադում մայիսի 28-ի 100-ամյակը պիտի դոնվեր։ Այդ օրը մեր բանակը, Եգրաբահը, հսկայական ջոխ դողանցքներ արեցին։ Եվ այսպես Նիկոլ Փաշինյան երաշխի դագից նայում է բանակի գողքին Եգրաբահ բանակի նման։ Այդ եղավ։ Ինքը չէր գազագերվել այդ, նախապես գազագերվել էր եւ այդ օրը այդ համչիսությունը այդ օրը ստացվեց, ինքը այդտեղ ներկա էր, գեներալ Մանվելն էր գողքը կանգնել էր։ Դա եղավ մեր վերջին փարադը։ Քանի տարի է մենք ոչ փարադ ունենք, ոչ բանակի գովասանք ունենք, ոչ մի բան չունենք։ Այս մարդը եկավ, մեր բանակը կանթեց մինչև վերջ։ Բարձրաստիճան սպաներ, ովքեր սովորել են դարբեր երկրների զինվորական ակադեմիաներում, եկավ կորձից հանեց։ Չկան։ Մնացին են մարդիկ բանակում, որ օջար են։ Հասկացաք։ Հա։ Դրանք են մնացել, գամագադար մարդիկ։ Բանակի ոգին միշտ մնում է։ Հայ մարդու, հայ զինվորի մեջ բանակի ոգին գա, բայց բանակը ինչքան է գազմալուծեն, նորից եմ ասում, հայ զինվորը կմնա հայ զինվոր, հայ սպան կմնա հայ սպա, իրական ղեկավարը, իրական զինվորական ղեկավարը այդ զինվորներով եւ այդ սպաներով բادرազմ կարա հաղթե։ Դժբախտաբար անգազմագերվածությունը մեզ դարավ վարդության, հատուկ դարան մեզ վարդության, մեր բանակը միշտ հզոր է եղել, հայ զինվորը համաշխարհային պատմության մեջ ըլնի հռոմեական լեգիոններ, ըլնի բարսկական բանակի մեջ, ըլնի բյուզանդական բանակի մեջ, անգլիական, ֆրանսական, հայ զինվորը միշտ պնդրված զինվոր է, հայ զինվորը, հայ մարդիկը ուրիշ տեսակ է, արմ, զենք, ուժ, բազուկ, մեն մարդ, մենք զենքի մարդիկ ենք մենք, վայրենի չենք, պարպարոս չենք, հարցագողական չենք, բայց որ հայր ցերկը զենք բռնեց, իր թեմ խաղ չկա։ Այնպես որ ինչ ասեմ, դժբախտաբար այսօր մենք փառատներ չենք ունենում, մեր բանակին հարվածել են, գասինահարել են, բայց մեր բանակը երբեք չի լուծվելու։ Մեր բանակը մեր հոգու մեջ է, մեր սրտի մեջ է, մեր աշխատանքով է, մեր քրդինքով է, մեր արյունով է։ Բանակը ուրույն դեղ ունի հայ ազգի մեջ։ Մենք բանակ ունենայինք 1915-ին դենամ թուրքեր գարային մեզ չարտեին։ Դեստեմ գարային մեզ եղերն անեին չարտեին։ Դե հիմա
Պարոն Աճեմյան, դուք հաճախ ձեր Facebook-յան էջում կիսում եք տարբեր նկարներով, մեդալներով, որոնք ստացել եք եւ սրտի ցավով հայտնում եք, որ այս մեդալները ստացել եք այն ժամանակ, երբ որ մենք հաղթած ենք եղել։ Բայց հիմա չգիտեմ ոնց ձևակերպեմ, փոշմանում եք ձեր անցած ուղու համար, այսպես ինչ որ չեմ փոշմանում, բայց ամաչում եմ։ Եթե ժամանակին դարին 2-3 դոնական օր գար, ես ու իմ նման դղերքը ընկերներս դարին 2-3 անգամ համասկեստ էինք հագնում, այդ մեդալները գախում էինք վրանից, այսպես հբարդությամբ, նույնիսկ եթե հիվանդ էինք, զինվորական համասկեստ հագնելուց մեջքերնից ուղղվում էր, քայլվածքից փոխվում էր, հբարդությամբ քայլում էինք, երևում էինք ժողովրդին։ Այսօր ինչի համար ես մեդալներ տնեմ։ Եթե մեկը կա ինձ ասե, ինչի համար ես դրել բարդված մարդ, քետնին դագը գանցնեմ։ Մեզ նոր հաղթանակ է պետք։ Երբ որ նոր հաղթանակ ունենանք, մի անգամ եւս նոր հաղթանակ ունենանք, ես հբարդությամբ նորից կգրեմ այդ մեդալները։ Ոչ միայն ես, նաեւ իմ ընկերները։ Եվ այս թեմայով շատ ենք խոսել, բայց այնուամենայնիվ կարծում եմ երբեք ավելորդ չէ եւս մեկ անգամ հիշել մեր հաղթանակների մասին։ Այսօր մեր ժողովուրդը իրեն նվաստացած է զգում, որովհետեւ բազմաթիվ կորուստներ ենք ունեցել պատերազմից հետո եւ իհարկե հիմա իշխանություններն ասում են, որ խաղաղություն ենք ցեզ բերում, բայց խաղաղության գինը ծանր չեղավ մեզ համար, պարոն Աճեմյան։ Գիտես ինչ, ժողովուրդը վադասկում ինք իր սերկով արել։ Այն ինչ որ գադարվում է, ինք իր սերկով արել, ինք իր որոշումով արել։ Թժողքի գրակների մեջ են չեղավ այս իշխանությունը։ Ժողովուրդը բերեց այս իշխանության, ինք իր սերկով արել։ Այսօր հետը գլուխը հավաքել է, բանը բանից անցնելուց ելք։ Ամեն ինչ արդեն անցել է, զերոյից պետք է սկսել։ Հուսով եմ հաջորդ ընտրություններին մեր ժողովուրդը կգիտակցի, որ գնում է ընտրություն կատարելու Հայաստանի մահը կամ ազատությունը։ Հույսով եմ հասկացել է էլ նախկին, քոչո, մոչո, չգիտեմ, Սերժիկ, այս բաներից կհրաժարվի, հայրենիքի շահը մտածելով, գիտակցելով, որ գնում է ընտրելու Հայաստանի, Արցախը արդեն մերել է հիմա, չգիտեմ հարություն գարնի, թե չի, բայց Հայաստանն էլ չի մերնի, պիտի գնան ընտրության Հայաստանի մահը կամ ազատությունը որոշելու։ Շատ դաժան բան եք ասում իհարկե։ Ճիշտն եմ ասում։ Այսինքն 26 թվականի ընտրությունները շատ որոշիչ են լինելու հայ ազգի համար։ Հայաստանի մահը կամ ազատությունն է լինելու։ Եթե նորից այս իշխանությունները ընդրվեց, գնդրվի միայն խարդախությամբ։ Ու ժողովուրդը եթե գուլդվեց, այդ խարդախությունը էլի ամոթ մեր ժողովուրդին։ Ու իրենք խարդախելու են, այդ խարդախությունը անելու են։ Թող ընդդիմությունը պատրաստելնի, ջիսցևով, միասնական, ազգին, ժողովուրդին չեմ ասում, ազգին ոտքի հանելու։ Ուրիշ ծեր չկա էլ։ Նույնիսկ եթե արուն բիտ տապի, թող տապի։ Այս մարդը ուզում է արուն տապի նոր գնա։ Մենք չենք ուզում, իշխանություններն են ուզում։ Իշխանությունները գանեն էլի, այդ եղդոդությունն էլ գանեն։ Չենք մոռացել, ոնց են ժողովրդին զեզում, գարմիր բերետ, սև բերետ, նարնջակույն գաբույտ բերետ, կանաչ բերետ, ինչ ասեմ, ամեն ինչին պատրաստ պետք է լինենք, ամենավատ սցենարներին։ Օրինակ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասեց, որ իրենք 50%-ից, եթե չեմ սխալվում, 54 ասեց, կամ 52, 50-ից բարձր ձայն են հավաքել, ասաց, եթե 2021 թվականին հաղթել են, 26-ին վստահաբար մեծ հաղթանակ ենք տանելու։ Իրենց են հուսադրում։ Ուրեմն Ալեն Սիմոնյանը, այո, լսել եմ այդ խոսքը իրը, եթե այդպես ասում, ասել է արդեն իրանց մտքում խարդախությամբ հասնելու եմ մինչև 54%։
արդեն պատրաստվում են այդ խարդախությունը գազագերբելու։ Որոշել են 54 դեպի անցանք, տեսակ։ Դա։ Քուշագ է, ինչ է, Ալեն Սիմոնյանը։ Վայ ես կո Ալենն ալ, Սիմոնն էլ հետը։ Ինչ ասեմ։ Այսել։ 54 դեպի։ Որտեղ են գիտես 54, գաղա 55, գաղա 15, որտեղից գիտես։ Այ ախմախ, դխմար։ Ուրեմն իրանց մտքում դրել են գերձարարությունը 54%-ի հասցնել։ Իսկ ձեր կարծիքով օրինակ մեր հանրությունը պատրաստ է գնալ ընտրությունների, որովհետև տեսնում ենք, որ այն մասան, չեզոք մասան, ասում են մենք չենք, նախքին չենք ուզում, ներկա չենք ուզում, ոչ մեկին չենք տեսնում։ Թազա մի հատ խմբավորում է դուրս եկել, բոլորին թեմենք, չեմ թե։ Էջիս վրա գրել է, որտով միջադը, որ միջադ է, կամ օգտակար միջադ է, կամ վնասակար միջադ է։ Միջադը, որ միջադ է, կամ օգտակար է, կամ վնասակար։ Ադե դու միջադի չապել չգաս դու։ Չեզոք ես լնում, չեզոքություն ես բաղում, կամ բոլորին թեմ, միջադի չապել չկա, մարդ գորնորոշում ունենա, կամ ասկոն, կամ անգոմ։ Մենք բոլորին թեմ ենք, ոչ ասորետ, ոչ արա միջադի չապել չկաս։ Բայց մի կողմից էլ պարոն Աճեմյան, եթե նայենք, մարդիկ երևի ժամանակին վստահել են, հիմա վստահությունը կորցրել են, դրա համար ասում են, ոչ մեկին չենք հավատում։ Չէ, մեր ժողովրդի մեջ մի տեսակ մարդիկ կան, որ իրենք միշտ ուրիշներից պետք է տարբերվեն։ Ու դրանով իրենք լավ գսկան, դեր, ինքը յուրահատուկ է։ Ինքը մի բան գիտե, մեկը չգիտի։ Այդպես մարդիկ ունենք մեր ժողովրդի մեջ։ Այդ սորտն է։ Տուն, ոնց կարաս, քո երկրի ճակատագիրը որոշման օրը ցերկերը ծալած նստես, քվեարկության չերտաս։ Ինչքան էլ հավատաս, չհավատաս, ընդունես, չընդունես, քո հետ կապված է, ընտանիքիդ հետ կապված է, երեխեքիդ հետ կապված է, թորներիդ հետ կապված է, ապակայի հետ կապված է։ Պիտի գնաս ընտրես։ Չգնացի, ջահանդամը երտաս։ Կոնե լեզուտ Քեզ բահի։ Շատ լավ։ Հիմա ես վերնագրել եմ մեր հաղորդումը հետևյալ կերպ, այն իր տեղն ու արժեքը չգիտի, ոչ թե սա իմ խոսքերն են, ձեր խոսքերն են, այդպիսի գրառում էինք հանդես եկել, ինչու չգիտի։ Մենք անկախություն ենք ստացել սովետական միության փլուզումով։ Շան առաջ ոսկոր նետելու պես, այսպես, ակեզ անկախություն։ Ոչ արուն ենք տապել, ոչ քրդինք ենք տապել անկախության համար։ 15 հանրապետություն անկախացավ։ Իսկ ժողովուրդներ կան, տեսեք այսօր քուրդերը, տեսեք այսօր բաղեստինցիները, ինչ արուն են տապում, ինչքան զոհեր են տալիս իրենց անկախության համար, հայրենիք կերտելու համար։ Իսկ մենք շան առաջ ոսկոր նետելու պես նետեցին արկեզ անկախություն։ Միակ բանը, որ արեցինք, որ փերինք, գծրեցինք Հայաստանի անկախությանը Արցախի ազատագրումներ։ Ու մեր ժողովուրդը ոչ Հայաստանի անկախության ղադրը իմացավ, ոչ Արցախի ղադրը իմացավ, ու այսպես գնում է։ Հայը չիմացավ իր անկախության հայրենիքի արժեքը, չկնահատեց, զոհություն չարեց։ Հիմա բերես մարդիկ կան զոհվեցին, ասեն, քանի դողոսն է։ Այդ անողներ, այդ հաջողություն, այդ լավ գործեր անողներին էլ գլխին խփեցին, այդ ամբողջ լավ գործերը, փայլուն գործերը, հաղթանակները, բադիվը նամուսը գրավեցին, ոտնագողեցին։ Դրա մասին ենք խոսում, չէ՞, այսօր ինչպես մեդալներ գախեն վրաս։ Չիմացավ, մեր ժողովուրդը չիմացավ, կնաց էշի ջակատը բաչեց։ Կայլարա մերժին սերժին, կայլարա մերժին, արեցիք, դե գերեք։ Դուք գերեք, բայց ծավալին էլ դա որ, ծեր նման ոչ էշերը, խելացիները, արին քրդինք այս երկրի համար, այս ասկի համար, արին քրդինք թափած մարդիկ ծեր հետ դուժեցին, որոնցից մեկը ես եմ։ Ինչ անեմ, ասկս է, ժողովուրդս է, ինքնա որոշել, էշություն արել,
Գնացել է էշի ջագադը բաչելա, այսօր գանտում է, վայ ծերկերս գոդրվեր Նիկոլին շնդրե, դա դու ծերկը գոդրվի, չգոդրվի, մեր սիրտը գոդրվեց, մեր հայրենիքը գոդրվեց, ես կիցի է մարդ եղեք, ես կանա արդյոք, ես վերջին 7-8 դարին մեզ տաս կլնի, աբակային տաս կլնի, 90-ական թվականներուն մինչև 94 զինաթաթարը դրանից ետ մի սերունդ եկավ երեխեք, բադանիներ, 12, 14, 15 տարեկան, 16 տարեկան բանակ գնացին եկան, իրանց աչքի առաջ ունեին հերոս ֆեդայների գերբարը, ուզում էին նմանվեին, գնում էինք, իմ նման դրեկը գնում էինք թիրքերը, զորանոցները, երեխեքին հետ տեսնվում ենք, զինվորներ հետ տեսնվում ենք, քաչալերում ենք, նոր սերունդ եկել էր, մեր ջամպեն շարունակող, այսօր մի քանի տարվա մեջ, մի քանի դար պատերազմ էր, մինչև 94 թիվ, ու նոր սերունդ մի եկավ, ովքեր ուզում էին հերոսանալ, նմանվել ֆեդայիներին, նմանվել հերոսներին, դուք գիտես որ 7-8 տարվա մեջ գարած նոր սերունդ պատրաստել, ու պատրաստել էին, այսօր 7-8 տարվա մեջ, այսօրվա նոր երդասարտությունը, նարկոտիկի ետևա գնում, նիգոլագանալնում, ինչ որ դնում են երկրի մեջ կեղդոտ, հիմա այդպես սերունդ եկել են, 94 հետո հերոսական սերունդ մտերինք երդասարտ, այսօր թող քշվի գնա Նիկոլը կբր, մենք հսկայական կորձ ունենք երդասարտության հետ աշխատելու, որովհետև իրենք հերոսության դիբարը գերբարի ետևին չեն գնալու, իրենք գնալու են Ալեն Սիմոնյանների, շիշ պրնողի, չգիտեմ, այս պրնողի, այն պրնողի ետևև են գնալու։ Մեծ կորձ ունենք, այսօր պջացած սերունդ մի եկած է, կբրոցներում նարկոտիկ, չգիտեմ ինչ էր ագադարվում, ես չեմ գիտել, ժամանակին հբարդ էին գսկում, ասում են, ես կիշերիդ երեխան փողոց կալպան չիլնի, քավություն չիլնի, ոջիր չիլնի, չգիտեմ, այսօր ինչ էր ագադարվում է երկում, ինչ սերունդ է եկել, այսօր չկա դիբար սերունդ, Այս իշխանությունները քշելուց հետ, էլի մենք հսկայական աշխատանք ունենք նոր սերունդ տասնյակ։ Բայց տեսեք, ասում եք սերունդ, բայց 44 օրյա պատերազմում էլի այդ սերնդի ներկայացուցիչները չէին, որ 94-ին հետո սերունդներ։ Նորից 44 օրյա պատերազմույնի Նիկոլի սերունդը չի գրվելու։ Էլի հիներն են գրվելու, բայց հասարակության մեջ այսօր ունենք մի հատ այնպես սերունդ եկած, վերջին 7-8 տարի միան վատ օրինակներով դաստիարակված, վտանգավոր է։ Վատ է, չէ, վատ է։ Ամեն ինչ չի խոսվիր, երբեմն ալ որ խոսես, բաներ գա հասկացնելը դժվար է։ Երբեմն էլ բաներ գա քննադատության է արժանանում, ասում են բաներ գա հասկացնելը դժվար է հասկացնելը, բաներ էլ գա դժվար է հասկանալը։ Երեք հայտնի դարձավ, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը ցմահ դատապարտեցին Ադրբեջանում կամ 20 տարով, ինչևէ։ Կարող է ասել, հա դե չամադանդ վերցու կնա, այդպես մի դար, քիվ էինք, որ այսպես մի դալնի։ Երբ որ հետևողական չենք, երբ որ անհադիկ հետևողականություն ուրիշ բան է, պետական հետևողականություն ուրիշ բան է, մենք ինչ են արել, որպես պետականություն, որպես իշխանություն, ինչ են արել այդտեղ մեր քերիներին, ոչ մի բան չեն արել, ոչ են անում են, այս իշխանությունները եթե փոխվեցին, կանցնենք գործի, պետականորեն, և ոչ միայն մեր փանդարգյալներին, այլ Արցախցիների վերադարձը դեպի Արցախ, ինչ են անում, ոչ մի բան։ Դե ասում են, դուք ռևանշիստ չեք, ինչ է նշանակում, արցախցիների վերադարձ Արցախել չկա մարդիկ։ Արևմտյան Ադրբեջան ենք, այո, իրենք կարան 300,000 ուղարկել, մենք չենք կարա այդ կնալ, ոչ, բիդի այս ամեն ինչը անգլերեն գսեմ bullshit, BS,
Այդ գասեն անգլերեն։ Փուչիգա։ Հաջորդ իշխանությունները հետևողական կլինեն։ Գիտեք ինչու չենք կարող վերադառնալ Արցախ։ Հենց Ադրբեջանում ասես, ադրբեջանցին կկանգնի, կասի սա քո երկրի ղեկավարը չէ, որ ասում է ճանաչում եմ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ Արցախը։ Դրանից մեծ փաստ դե արի ու խոսի, ինչ ասես։ Ինչ պիտի ասենք, ամբողջ համաշխարհային ընտանիքին պիտի ասենք, հայ ժողովուրդը սխալվել է, մի հատ էշ ավանակ իշխանություն էր բերել, հայ ասկը, հայ ժողովուրդը, այսօրվա իշխանությունները իր բոլոր ստորագրած փաստաթղթերը, իր բոլոր ասած խոսքերը բանը հեչ են գանում։ Այդպես է, այդտեղ են պիտի սկսի, հաջորդ իշխանություն, որ եկավ Նիկոլի ստորագրած, Նիկոլի խաղաղություն, Նիկոլի այս, Նիկոլի այն, այդպես պիտի շարունակե ղեկավարել, թե հեչ պիտի անե։ Չգիտեմ։ Չգիտես, ես ասում եմ։ Ես վստահ Եթե հաջորդ իշխանությունը հետ չարեց, այս ամեն ինչը, ուրեմն բան չի փոխվել։ Թող Նիկոլը մնա իր դերը։ Մենք իշխանապողություն պիտի անենք, որ իր սխալները սրբակրենք։ Պիտի սրբակրվի։ Պիտի ասենք ինչ անենք։ Հայ ասկի, Հայաստանի գլխին բադուհաս էր ինքը։ Իր ամեն ասածները սխալ է, իր ամեն ստորագրածները աբորինի է, մենք չենք ընդունում։ Ես ուրիշ ծես չգիտեմ, ես այդպես եմ պատկերացնում։ Դուք ինչպես եք պատկերացնում, այսօր ես քեզ հարցար, դու ինձ հարցազրույց։ Ես լավատեսական չեմ տրամադրված։ Ես լավատեսությունը ուրիշ բան է։ Չնայած շատ լավատես եմ, տեսեք, ես շատ լավատես եմ, բայց այս պատկերացումի մասին ենք խոսում, մենք իմ պատկերացումները էլի լավ չեն, պարոն Աճեմյան։ Ու ցավոք սրտի պատկերացումն էլ էսպես է։ Հա, ցավոք սրտի իմ պատկերացումները չգիտես ինչու իրականություն են դառնում, դրա համար շատ չեմ բարձրացնում։ Արդեն որպես Հայաստանի քաղաքացի, ինչպես տուն, ինչպես շատեր հավաք գործել են։ Այո։ Աչքս դենա որ հավատամ, այդպես ալն։ Այո։ Հույսով եմ, իմ պատկերացումները ուրիշ են, հույսով եմ այդպես կլինի, դրամապանականորեն խոսում եմ եւ ես ինչ որ միշտ պատկերացրել եմ, այդպես էլ եղել է։ Շատ ավելի լավ։ Պարոն Աճեմյան, հիմա տեսեք, քանի որ ռազմաքաղաքական ղեկավարության մասին խոսեցինք, տեսեք, մի կողմից Նիկոլ Փաշինյանը եւ Իլհամ Ալիևը խոսում են խաղաղության մասին, ինչ որ մրցանակների են արժանանում որպես խաղաղասեր, խաղարարար ժողովուրդ, բայց մենք ունենք գերիներ, ոչ միայն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, Հայաստանում քաղբանտարկյալներ։ Ասում են 5 տասնյակից ավել է։ Բաքվի բանտում ունենք հայրենակիցներ, անհետ կորածներ, որոնց կյանքը ճակատագիրը հայտնի չէ։ Շատ գնանք խաղաղության, բոլորս ուզում ենք, չէ, այդ խաղաղությունը, այդ բաղձալի խաղաղությունը։ Այս խաղաղություն ես չեմ։ Բայց այդ դեպքում, եթե ինչ-որ մեկի հետ խաղաղություն ես գնում, գերիների հարցը ինչպես է լուծվելու ըստ ձեզ։ Իշխանությունները բարձրաձայն, դե 4 հոգի եկան, վերադարձան հայրենիք։ Ջանես, ադոն փոքրիկ այդ 4 հոգին փոքր մարդիկ են։ Ղեկավարությունը այդտեղ։ Իհարկե, սմապանդարգություն։ Բոլորի կյանքներ կարելի է։ Արի էստեղից սկսենք։ Ալիևը, Փաշինյանը իրար հետ համաձայնվել էին, որ Արցախը պիտի ձախեն։ Ձախեցին։ Հիմա այդ ղեկավարությունը, Արցախի ղեկավարությունը Բաքվի պանդում, որ ազատ արձակվեն, Նիկոլի գերած զիբիլները ամեն մեջտեղ է ելնելու։ Իրար հետ համաձայնվել, ախպետ բահետ չկան, ոչ մի բան մեջտեղ չել, կարող է ազատ արձակվեն ու խոսելու, ասելու բան չունեն։ Ինչքան բան կա խոսելու, ասելու, կամակ փացելու Նիկոլի կամակը բանան։ Գներեք, բայց իրականությունը ասի։ Ինչ կա իրար հետ համաձայնվել են Արցախը ձախել են, իրար հետ են համաձայնվել են բահե այդտեղ, թող փանդում մերդեն, չկան Հայաստան փերանին չպանան։ Էդա։ Մանրաբարձային մեկ արավել, մեկ հավասար է 2, էս է իրականությունը։ Քերի են, չէ իրենք, թեգուզ ղեկավար, թեգուզ զինվորական, բادرած վերջասավ, համաշխարհային օրենքով քերին ազատ կարձակվի։ Այստեղ ուրիշ խաղեր ա գնում, այդտեղ պետք է մնան այդ մարդիկ,
վայ եկել է դրանցից մեկը ազատ արձակվի ու կա Հայաստան։ Ինչ տավաճանություններ է մեջտեղ ելնելու բացահայտվելու։ Դե բաղում են, էլի։ Բայց Փաշինյանի իշխանությունից հետո ոնց էլ չլինի, Նիկոլ Փաշինյանը կարծում եմ 30-40 տարի երկրի ղեկավար չի լինելու, չէ, եթե իհարկե այդ ժամանակ հայրենիք ունենանք։ Ինչպես։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունից հետո չի բացահայտվելու նրանք ինչ են արել, ինչ գործարքների են գնալու, բացահայտվելու։ Շատ բաներ է բացահայտվելու։ Դրա համար այսօրվա իշխանությունները ամեն ինչ անում են, որ մնան աթորի վրա, որովհետև հաջորդ օրը բոլորը թագարանի առաջ են կանգնելու, մեզ են միջև բզդիկ։ 1001 եկեղեցի է ունեցել արին, ասոն 5001 սահմանադրություն խախտել են։ Մոռացանք Հրայր Թովմասյանը ինչքան բայկար ես ասոնց թեմ, մոռացանք ինչ էր եղավ, սրանց թադավարությունը 100 տարի թադարան ամեն օր մի 100 տարի չի բրձի, այնքան մեղք ունեն, այնքան սխալներ գործած են։ 100 տարի չի բրձի սրանց թադելը։ Երկիր չի թողին, ամեն ինչ խախտեցին, ամեն ինչ կանցեցին, թավաճան, երկրի արդակին վարկը գրտնաբատվեց, ու կրանց այդ տրամը։ Ինչի վրա են ձախսել, հիմա են 5 ամիս միտպագ են ատոմագայանը։ Այսինքն ես չեմ հասկանում, ատոմագայանը որ պագեցին հոսանք չի լինելու, թե օրը 1 ժամ են դառնում, Լևոն Տեր-Պետրոսյան։ Ես Facebook-ում անընդհատ գրառումներ եմ անում ու ասել եմ կարող են նաև ստուգել օր չկա, որ մեր հոսանքը չանջատեն։ Երեգի մոդել, նախկինում այդպիսի արդարության համար նախկինում այդպիսի խնդիր երբեք չի եղել, բայց հիմա ամեն անգամ գնում եմ տուն հոսանք չունենք, ջուր չկա, ինչ ասեմ, կմահաճույք։ Երբ որ ես նոր էի եկել Հայաստան, ինձ ասում էին մութ ու ցուրտ տարիներ, ասում եմ ես չեմ տեսել այդ տարիները, մութ ու ցուրտ տարիներ, նախ փոքր եմ եղել ու Հայաստանում չեմ ապրել, բայց հիմա կարծես թե հասկանում եմ ինչ ասել եմ մութ ու ցուրտ տարիներ 21-րդ դարում։ Ուրեմն բարեփոխում են։ Ինչ ուզում է իր կմահաճույքով, այս ժողովրդին իր կմահաճույքը ստիպում է ժողովրդին։ Ու ժողովուրդը, մեր հայ ժողովուրդը, ախ, ինչքան խելոք է։ Ամեն ինչ անտուրժում է։ Հիմա էլ յուկոմն է, վիվասելն է, չեմ գիտեմ, այստեղ չես կարող։ Կորց բան չունեմ ես։ Բիդի գնամ, հերթի գանքնեմ, որ հերախոսս վճարը։ Էլով ընկերներից մեկը բդել էր լայվ էր խոսում։ Ասում է, քյուղեր կա, ռայոններ կա, որ այս ծուրդին, այս սարնամանիքին, այս սարույցի, ինչպես էր տա բանկասնի դադիկը, բաբիկը 300 դրամ լիսկավորելու իր հերախոսը։ Հավելվածով իմ պրոբլեմս է տուն խնդիր ունես ինչ-որ բանկի կամ հավելվածով ես պիտի դրա բանը վնասը կաշը հելը մեկ հատ ժողովուրդը ելը այս ամիս չի վճարը հեռախոսները մեկ ամիս հեռախոսից հրաժարվի նայեմ ինչ կանեն Այստեղ հարցնում են ով է այս հրաշք մարդը Ես հրաշք չեմ ծրած Այս հրաշք մարդը Այս հրաշք մարդը ազատամարտիկ է ով անցել է պատերազմների միջով եւ գիտի ինչ ասել է պատերազմ, ինչ ասել է դժվարություն եւ միշտ ժողովրդի սրտից է խոսում դրա համար էլ այո ճիշտ եք ասում Ես ոչ մի ազատամարտիկ ոչ կուսակցական եմ, ոչ կուսակցությունների մեջ եմ, ոչ խմբավորումների մեջ եմ։ Ես մենակ ազատ մարդ եմ։ Երբեք քաղաքականությունով չեմ սպառվել, իմ նշանապանը եղել է վերևն ասված վարը հայոց սպանակ։ Facebook-ից վրա էլ գրել, վերևն ասված վարը հայոց սպանակ, դա իմ խոսքն է։ Բայց վերջի 7-8 տարի մեզ ստիպեցին քաղաքականությունից խոսել, ցույցերի գնալ, չգիտեմ ինչ, աճ գնացեք, ցախ գնացեք, լույսերը վարեք, հիմա։ Գոշիկներ մաշեցնել, վրանների դակ բարգել։ Պայքարել, հա, պայքարել, բայց անարդյունք ցավոք։ Ով ոտքի ելավ, ինչ քաղաքական թեմք ելավ, գնացի գող կգանքնեցի, ուզեցի սադարել, հավատքով որ մի բան կփոխվի, չեղավ։ Այսօր առաջի խոսողներից եմ 18 թվից ասել եմ,
Այս մարդը եկել է Արևմուտքի տրազոյի Ղարաբաղի հարցը լուծելու է Իշահ Ադրբեջանի, այս մարդը եկել է Թուրքիայի հետ ցեղասպանությունը պիտի մոռանանք, սահմանները բանանք, հողային բանջ պիտի ամեն ինչ պիտի մոռանա։ Ինչ ասել եմ եղել է, այդ վաղ ասին, տուն, ասկի տավաջան ես, տուն Նիկոլի դեմ խոսելը գիտես ինչ բան էր։ Ու առաջի մարդկանցից մեկը եղել է Մարտենատարանում միտինգի ժամանակ Նիկոլ հերացիր։ Այսօր բոլորը մեջտեղել են, ուր են այդ մարդիկ։ Այս որը մեկ կոմեն ուրախ եմ, ենքան խոսացի, որ ուղեղնին բվել է, այսօր բոլորն են խոսում, ես էլ մեկ կոմ եմ կաշվել, ես չեմ խոսում, ոչ հարցազրույցներ, մի ամ կոմոդ եմ կալիս, դարին մի քանի անգամ։ Առաջ համարյա շաբաթը մի անգամ, երկու անգամ Անժելա Թոմասյանի մոտ չեմ գնում, վերջացավ, ես իմ ասելիքը ասել եմ, ամաչում եմ խոսելուց։ Էլ ինչ ասենք, ամեն ինչ առաջի մի օրից 18 թվականից ասել եմ, էլի։ Մարդ պիտի ամաչե գրկնություն անելուց։ Չեմ սիրի ես գրկնություն անել։ Նույն բանը, հասկացանք էլի, ժողովուրդն էլ հասկացավ։ Այդ որ ես խոսում եմ մարդ չկար, այսօր հազարավոր մարդիկ ելել են, ես մեզ նայում եմ, ուր էր ես մարդը 7 տարի առաջ, 8 տարի առաջ։ Ովքեր են փուսնել, մեկ կողմ են լավ է, ուրախ են։ Ուրեմն իմ խոսքերը նրա հասել։ Ու դրա համար որ այդքան խոսող գա ես էլ ինչ խոսեմ։ 18 թվականի հետ կապված, այո, եթե Նիկոլ Փաշինյանին փորձեր ինչ-որ, չգիտեմ, մի վատ բառ ասել, կարողա ժողովրդի աչքից կդառնա։ Այո, բայց հիմա տեսեք 10 տարի, 10, չէ, 8 տարի անց է։ Տեսնում եք ինչքան բան է փոխվել։ Հիմա արդեն Նիկոլ ընտրողներն են ասում, որ փոխվել է, բայց ինչքան բան գործել ենք։ Այո, ցավոք։ Փոխվելը լավ է։ Հիմա գորուստները վերադարձնելու մասին պիտի մտածենք, գորուստները հետ բերելու մասին պիտի մտածենք։ Ամենադժվար գործը այդտեղ է, այս նորից եմ ասում, նորից, ամեն հայ թող իմանա, հաջորդ ընտրություններին ինքը գնալու է ընտրի Հայաստանի մահը կամ ազատությունը։ Բարձ է։ Կամ մահը կամ ազատությունը ախպեր ջան, այսպես խայդարակ վիճակ ապրել չլինի։ Ոնց որ կոմայի մեջ ապրում ենք, կամ պիտի լավանանք, կամ պիտի մեռնենք, կոմա ենք մտել։ Դաժան իրականության մասին խոսեցինք, բայց իսկապես 8 տարիների ընթացքում բավական մեծ բան է փոխվել եւ օրինակ երեք հարցում էինք անում թոշակառուների շրջանում, դե իշխանություններն ասում են կենսա թոշակը բարձրացել է, բայց ուղղվելու է առողջապահության հիմնադրամին, քանի որ թոշակառուները չգիտեն այդ գումարն ինչպես օգտագործել։ Խոսում եմ թոշակառուների հետ, անծանոթ մարդիկ դրսում փողոցում հարցում եմ անում, չկար մեկը, որ այս իշխանությունների հանդեպ դրական արտահայտվեր։ Կային մարդիկ, որ ասում էին չեմ ուզում։ Էլի թոշակառուները փերեցին նայել Նիկոլին։ Դե ցավոց սրտի։ Բայց տեսեք, այսօր օրենքներ են փոխում, չգիտեմ, բիդեր տան բանկից կարդ հանեն, այդպես վճարվեն թոշակները։ Այս խեղճերը ինչ ես ուզում, 90 տարեկան, 85 տարեկան զուգարան զոլով գնում է, ոնց կնա բանկ, ոնց կնա այս անի, այն անի, չեմ գիտել ինչա, ասոնք խիղճ ունեն ասոնք, մամա ունեն, բաբա ունեն, բաբիկ ունեն, հետ չեն մտածում սրանց մասին, ջահանդամը, մեղք են էլի, հերիք է ժողովրդին քլխին խփեն, ամեն ինչի իրենց կմա հաջույքով, օրը նոր, օրենքը նոր, այս շագան օրենք, ուզում են Եվրոպա ալնել, Ամերիկա, աստիճանապար գնի էդի, ոչ թե օրը նոր, օրենքը նոր, չեմ գիտել ինչը նոր, դարիքով մարդկանց կարդ, բանկ, կնա, եգուր, մարդկան անգողնային է, զուգարան զորել ագնում, Էլ իվելցան է, դեղիագել չէ, ձերերգան, ոչ կոմպյուտր ունեն, ոչ լսում են լուրերը, կամ լսում են չեն հասկանում, այդ մարդիկ ոնց են անելու։ Բանկային քարտով պիտի անես, այ իշխանություն, այդպես բան ես ուզում փոխել, նամակագրությամբ, Բանկերին խոսա ամեն մեկ բանկ իր շրջանագի մեջ, իր գողքի դները շենքերը,
մեկ տոշագարումներում հասցեն դուր, բանկից կնան, այդ թուղթերը լրացնեն։ Ձերը ոնց կնա Դարիկովը։ Բանկի աշխատողներին բարդականություն դրեք, սանգը դրեք տոշագարումներին, բանկերից թող գնան տոշագարումների դունը։ Դուք հավատում եք։ Հապա, իրենք էլ իրենց այս օրենքին համադում են, որ 85-90 տարեկան անգարող քայլելու, պիտի գնա այս հարցերը լուծել։ Այսօր շատ նուրբ թեմա է ասի, ձերերի հետ է կորզդ, երդասարտի հետ չէ, որ նոր բան սովորացնես։ Ձերացած շանը նոր օյուն չես կարա սովորացնել, երբ որ թունա է շունը, մի սովորացնես իրեն դարբեր խաղեր, ձերանալ են հետո, այսպես կմտագներ է շունին, կեզ այսպես գնա ինչին էր ես կմտա, ու գսե, ինչ ես անում։ Երեխա չեմ, որ նոր բաներ սովորացնես։ Ինչ ասեմ, չգիտեմ, մեղք են, իրական, ես էլ եմ դարիքս մեծանում, փողոցը տենում եմ ձեր բարավ գնիկ, բաբիկ, այսպես նայում եմ, ասում եմ, ոնց է ապրում արդյոք։ Փոխանակ մտածեն, բարելավեն, հեշտացնեն, նստել են, 10,000 ավելացնենք, ինչ պիտի անեն։ Չեմ գիտել ինչ, մեղք են, մեղք են։ Պարոն Աճեմյան, ես ձեր մոտ տեսնում եմ նաև գիրք, կարծես թե կռահում եմ այդ գիրքը ում համար է նախատեսված։ Չան համեստություն անել։ Լուսոլ ջան։ Այստեղ պահեք, այս կողմով է ձեր։ Թեպի գախաղան գիրքը խոստացել էի, մեջները ստորակրել եմ։ Նվիրում եմ ձեզ։ Շնորհակալ եմ, անչափ շնորհակալ եմ, շատ կարևոր, արժեքավոր նվերի համար, անպայման։ Այո։ Կարդամ կկիսվեմ տպավորությամբ, շատ շնորհակալ եմ, ինձ համար շատ արժեքավոր գիրք է, դուք գիտեք։ Ապրես, աղջիկս։ Ես եմ շնորհակալ ձեզ եւ հարցազրույցի համար, եւ ձեր մարտտեսակի համար, եւ անկեղծության համար։ Թող Աստված հաղթանակներ, նոր հաղթանակներ, բարի օրեր, ճիշտ ուղու վրա տնե մեր ժողովրդին, մեր իշխանություններին, ինչ է ուզածնից, ինչ ենք տանելու։ Ամբողջ մի կյանք նվիրվեցինք, ախ հայրենիք, ախ Հայաստան, ախ հայրենիք, ախ հայ ժողովուրդ նվիրվեցինք, բա այս օրը պիտի ապրեինք։ Այդ մի հատ որ երկա ցայն մհնչեց Էրզրումի հայոց մեջը որ ասում է հայ ձերուգը ցուբցերին լալով խնդրում էր, վախենամ այդ օրը ընկնեմ։ Հələ թեր վրես ուժ գա, հələ թեր կարողություն ունեմ։ Ուզում եմ հայրենիքս լավ դենալ, առողջ դենալ ասկս։ Մտքով, հոգով, ճիշտ ուղու վրա ու նոր մեռնեմ։ Այդ կան ամբողջ մի կյանք 14 տարեկանից ասկիս հայրենիքիս համար զենք եմ բռնել։ 50 տարի է։ Լիբանանից սկսած այստեղ այնտեղ ամենտեղ 50 տարի ասկիս համար ծառայեմ ու այսպես բարդված սխալ ուղու վրա հայրենիք դենամ մեռնեմ, չէ, ես ուզում եմ ամեն ինչ իր բնականon ճիշտ ուղու մեջ լինի ու նոր մեռնեմ։ Հայ ձերուգը ցուբցերին լալով խնդրում էր։ Ձեզ առողջություն, երկար տարիների կյանք դրսների մասին բառը։ Երկար տարիներ չեմ ուզել, ես ավելի կուզեմ։ Մենք կուզենք, ձեր ուզելով։ Ուզեմ այդ արիտը կա, որ վիրավոր հայրենիքը փուժեմ։ Գլնի զենքով, գլնի գեսվածքով, բահվածքով, ինչ որ պետք է այնպես անենք, այս վիրավորված հայրենիքը փուժեմ։